Հարգելի հայրենակիցներ, բարի երեկո, շարունակենք նույն ֆորմատով խոսակցությունը, որը երեկ սկսել էինք։ Ինչպես երեկ ասացի, այդ ձախողված հեղաշրջման պլանի վերաբերյալ այսօր մեր իրավապահ համակարգը գտնվեց բարձունքի վրա, ըստ էության կատարելով լայնածավալ աշխատանքներ, հանրությանը նաև ներկայացվեցին ձայնագրություններ, նյութեր, զինամթերք, այդ ամեն ինչը թե ինչպես էր պլանավորվում ու ինչն էր այստեղ իմ համար թեև սպասելի, բայց այնուամենայնիվ զարհուրելի, որ այս մարդիկ, որոնք իրականում մարդ էլ կոչվելու իրավունք չունեն, այս անբարոյականները, բառիս ուղիղ իմաստով անբարոյականները, որոնցից մի մասը այդ եկեղեցականների շորերի տակ էին թաքնված, մյուսները ինչ-որ ազգային փրկիչ շորերի տակ, մյուսները Ղարաբաղի, Արցախի փրկիչի շորերի տակ եւ այլն, մեր ժողովրդին, այն ժողովրդին, որի մասին իբր իրենք մտածում են, անվանում են անասուններ, էշեր եւ համարում են գնդակահարվելու կամ վառվելու կամ այլ տիպի կտանքների ենթարկվելու օբյեկտ։ Այս անբարոյականները մեր ժողովրդին համարում են անասուն։ Ու հələ մի հատ էլ հույս ունեն, որ այդ ժողովուրդը իրանց պետքա լսի, միանա, ձայն տա, եթե ընտրությունների մասնակցեն։ Էլ չեմ ուզում հիշեցնել այն մյուս այդպիսի արտահայտությունները ժեխերի մասին, մեզ ընտրած քաղաքացիներին, որ ընդհանրապես անբարոյականի զավակ էր անվանել մի փոքրիկ դաշնակցական եւ այլն։ Եվ ուզում եմ հիշեցնել մի տարբերություն, երբ որ բոլորը հիշում են 2018-ի հեղափոխությունը, Նիկոլ Փաշինյանը անձամբ ամեն քաղաքացուց ում անհարմարություններ պատճառում ներողություններ խնդրում, ամեն քաղաքացուց ներողություններ խնդրում, ասում են հարգելի քաղաքացիներ, խնդրում եմ ներեք մեզ, բայց սա խաղաղ անհնազանդության ակցիա է, որպեսզի մենք հասնենք մեր նպատակին խաղաղ թավշյա իշխանափոխությանը Հայաստանում։ Ու սրանք այսօր ասում են մի քանի հոգու գյուլ ենք, մնացածը հեշտ կլինի։ Մարդիկ են ինչ-որ հավաքագրում դրա համար, զենքեր, արմատուրաներ, աստղիկներ ու նորից հիշենք 2018-ը, որ որևէ մեկի գլխից որևէ մազ չպետքա թափվեր եւ մի կաթիլ արուն էր թափվել կամ մի քանի կաթիլ, դա էլ Նիկոլ Փաշինյանի վրայից էր, երբ որ փշալարերի վրայով նա փորձում էր գնալ իր աշխատանքի վայր։ Էսա տարբերությունը, հարգելի քաղաքացիներ։ Մենք սիրում եւ հարգում ենք ոչ միայն մեզ քվեարկած քաղաքացիներ, այլ մեր բոլոր քաղաքացիներին եւ մեր համար որևէ տարբերություն չկա, իրանք ընդդիմադիր Հայաստան ունեն, իշխանական Հայաստան ունեն, ում են ընտրում ընտրություններին, իսկ այս մարդկանց համար նույնիսկ իրենց կողմնակիցներն են անասուններ եւ էշեր, չնայած որ իրանք են եւ անասունը եւ էշը ու անբարոյական անասուններ եւ էշեր են եւ մեր իրավապահ համակարգը արդեն լինելով բարձունքի վրա պետք է մինչեւ վերջ օրենքի ողջ ուժով պատասխանատվության ենթարկի այդ անբարոյական անասուններին եւ էշերին, իսկ մեր ժողովուրդն էլ լինելով իմաստուն պետքա եզրակ հանգումներ անի իրեն այդպես անվանող եւ իրեն մանրադրամ եւ թնդանոթի միս շակերտներով ասած թնդանոթի, որտեվ թնդանոթ չի, բայց ամեն դեպքում զենքա թնդանոթի միս սարքած մարդկանց եւ նրանց սատարողներին, սա էլ է շատ կարեւոր։ Հիմա ցանկացած ուժ, ցանկացած քաղաքական ուժ կամ անհատ, ով կսատարի այս անբարոյական անասուններին, ինքն էլ է անբարոյական անասուն։ Եվ ժողովուրդը պետք է իրանց գնահատականն տա, թեև իրանք անմիջական կարող է մասնակից չեն եղել այդ պլանին, բայց ով սատարեց այս պլանին, պետք է նույն ճակատագրին արժանանա քաղաքական աղբանոցը նետվելու վերջնականապես։ Խնդրում եմ տարածեք այս նյութը, որ մեր ժողովրդի հետ երկխոսությունը հնարավորինս հասանելի լինի բոլորին եւ միևնույն ժամանակ կոչ եմ անում չանհանգստանալ, պետական մարմինները իրենց տեղում են, աշխատում են, կյանքը ընթանում է եւ պետք է ընթանա ի հեճուկս այդ անբարոյական անասունների։ Կներեք այս բառերի համար, բայց սա իրենք են օգտագործել մեր մի ամբողջ ժողովրդի դեմ